գունդ կենինք, կտնինք կհանգստանա, մինչև թորները արդեն կրակ նորմալանա, որ թխինք։ Մեր գյուղում տարածված է, մեծ թոնիր ունեցողներ կան, հավաքվում են խմբով, իրար, ասենք, օգնում են, բայց հիմա ջահելներն էլ են թխում, գյուղում շատ կան ջահել հարսներ, շատ սիրով թխում են, քանի որ, ասենք, կեսուրներն արդեն վատ կզգան, իրանք չեն կարողանում, իրանք շատ լավ էլ կթխեն։ Կիրակին Տաշիրի շրջանի Արցնի գյուղի բնակիչների համար գրեթե միշտ ու բոլոր դեպքերում թոնրում անուշաբույր հաց ու լավաշ թխելու օր է։ Գուցե շատերի համար սա պարզապես հաց թխել է, բայց Արցնիի համար մի ամբողջ մշակույթ է։ Մարուսյա տատն է Արցնիի ավագ հացթուխն է։ Տարիների փորձառություն ունի ու գյուղում գրեթե բոլոր նորահարսները լավ հաց թխելու համար իր դպրոցն են հաճախում։ Հիմա 70 տարեկան եմ, շուտով մի քանի ամսից կդառնամ 70 տարեկան, բայց այդ տարիքը ես չեմ զգում։ Չէ, հոգնելը չեմ հոգնում, բայց տարիքն իրանը ասում է։ Քանի որ երեխեքը սիրում են, ուզում են թոնիրի հաց ուտեն, արդեն քո հոգնածությունը չի խանգարում։ Լավ հաց թխելը գալիս է նախ ալյուրի որակից։ Լավ խմոր հունցելուց, ես մեր ջահել հարսն է հունցել, շատ հավանելի խմոր է, որ փուչիկներ է տալիս և թետև է, կարևոր որ խմորը վերցնում ես թետև է, այն ծանր խմորը լավ հաց չի լինում, թետև խմորը թետևել հաց է դառնում։ Արցնիում գյուղական ավանդույթները ամենից լավ են պահպանվել։ Տեղի բնակիչներից շատերը 90-ականներին այստեղ են եկել Ջավախքից, իրենց հետ բերելով Ջավախքի համն ու հոտը։ Մարուստատն էլ Ջավախքի բարձրադիր գյուղերից է եկել ու արդեն շուրջ 35 տարի Արցնիի մշտական բնակիչն է դարձել։ Եկել ու չի մոռացել մոր ու նանի տված խորհուրդները կամ նրանցից ժառանգած ավանդույթները, որոնք բոլորը հնի ու հայկականի մասին են։ Իմ մայրն էր անում, մորիցս առաջ ես տեսել եմ իր տադուն, որ հաց թխելուց պարդատիր պետքա հարսը լվանար այս տախտակները, իրանց մոտ այդ ավանդույթը կար, մենք չենք օգտագործում դա, պարդատիր իրանք որ հաց կթխեին, անպայման հմի թան, խնոցին որ հարում էին կարակն հանում, նրա այդ թանը հմի թան էր կոչվում, դա լավ հիշում եմ, այս սրանից փոքր երեխա էի, մեծ կավի ծաման էր ու փայտից գդալներ, լցնում էին դրա մեջ այդ տակ հացը բրտում էին, սաղով հավաքվում, այդ մե ամանի միջից նրանք ուտում էին, նույն ամանի միջից, դա մեր համար սովորույթ էր էլի, հիմա ամեն մարդ իր ամանի միջի կերածը հետո այդ աման էլ չի օգտագործում, բայց այն ժամանակ բոլոր մեծերը հավաքվում էին, լրիվ գդալներով շարվում էին, հետո հատուկ սինի ասեմ սալա, ծառի ճյուղերով հյուսած մեծ սալա էր, հացը դրա մեջն էին տնում, պանիրը կանաչին, շուշան եք դուք ասում, մենք գմուկ ենք ասում, այդ դրանք պանիրով բրտունջ էին անում ուտում, սկզբում լավաշն էին թխում, դե թոնիրը մեծ էր, ես էլ եմ անում մեկ-մեկ, այդ լավաշով անում էին դա թտուն, ամեն ինչ հավաքված, ուտում, խմում, Խմորի գնդերը գրեթե պատրաստ են, բայց դեռ պետք է հանգստանան, ինչպես գյուղացիներն են ասում, թթվի շունչը նստի։ Հետո թոնիրն էլ մի լավ տաքանա, որ Մարուստատը իր սուրբ պարտականությանը անցնի։ Ինչպես արդեն ասացինք, Մարուսը գյուղի անփոխարինելի ավագ հացթուղն է ու հեչ հոգնել չունի այս գործից։ Ավելին այսօր հաց է թխում հարևանների հարսների համար։ Նրանց խնդրանքով, դե ինքն էլ մերժել չունի, հատկապես երբ նկատում է, այդ հարսների ուսերին էլ քիչ բան չկա դրված։ Իսկ մինչև խմորի գնդերը կհանգստանան, Մարուսն ու իր օգնական հացթուղը, որը համատեղությամբ նաև տատի մտերիմ ընկերուհին է, մի բաժակ սուրճ կխմեն ու մի քիչ էլ կզրուցեն տեսից դենից։ Գնդերը կնստեն, թոնիրն էլ արդեն կրակը կցածրանա, կերտանք ու կսկսենք հաց թխել։ Հա, բա ինչ պետք է օգնենք ջահելներին, հացը պենք, իրանք էլ սովոր են մեզ նման, իրանք էլ մեզ հետո մենք որ անձավոր դարձանք, իրանք կհասնեն մեզ նման, իրանք էլ իրանք ջահելներին կօգնեն, հացեր կթխեն լավ-լավ։ Գյուղում շատ ջահել հարսներ կան, որ շատ սիրով թխում են,
ասեմ, քանի իմ ուժն ինձ հերիկացնում է, կթխեմ, չեմ ստիպի իրանք մտնեն այդ մի քիչ հաճելի չէ, ծուխը, թորենը, իմ մաման ասում, որ ջահելի երեսը շուտ կպարավի այդ կրակի ազդեցության տակ։ Քանի կարողանում եմ, մի անգամ չեմ պահանջել, չեմ ասել, արեք դուք թխեք։ Բայց իրանց տարիքի շատ ջահել հարսներ կան գյուղում, մեծ սիրով թխում են, որովհետև իրենց կողքին չկա անող։ Կես ուրել ունեն, ի վիճակի չեն։ Իրանք անում են, շատ երեխեք ունեն, իրանց երեխեքի համար են անում։ Հիմա ես մեր թորները մի անգամ որ հացն ուշացնեմ, դա թոնիրի հաց ենք ուզում, դե ոնց տադ լինի, որ իր այդ թորների խնդրանքը չկատարի։ Բայց կյանքում չեմ սպասել, թե հարսը կնա մտնա կրակի մեջ, քանի իմ ուժերը կա, ասում են մարդ քանի աշխատում է, հլա դեռ ջահել է մնում։ Թոնրում հաց թխելը հեշտ գործերից չէ։ Մարուստատն ասում է, հաց թխելը, հատկապես համով հաց թխելը ամեն մեկի խելքի բանը չէ։ Հատուկ վարպետություն ու մեծ սեր է պահանջում։ Նայում էի, շատ էի սիրում, որ մաման հաց էր թխում, ես շատ սիրում էի հաց թխել, ինքն ինձ նեղանում էր, քո ինչ կորնա դու դուրս գնա, ասում էի դուր մի հատ բոկոն ես խփեմ, ինքն նեղանում էր։ Առաջի հաց թխելս, որ արդեն ինքնուրույն էին ապրում, Կեսրանցստանից արդեն ջոգվանք, շատ ով էինք էլի, 3 երեխա էին, հնարավոր չէր, հիմիկվա հնարավորությունները շատ լավ են, գազով են թխում, չգիտեմ էլի, շատ լավ էլ գիտեք, պարդատիր թորեն պետք ավարեին, որոշեցի մենակով թխեցի, տեսածովս և շատ լավ ստացվավ, բայց խորհուրդներ կողքից շատ տվեցին, խմորը ոնց պետքա լինի, թորենի կրակը ոնց պետքա լինի, ու տենց ամեն թխելուց կամաց արդեն վարպետություն եղավ։ Սա հավասարեցնում ենք, որ միտեղ բարակ չլինի, միտեղը հաստ, բարակը շուտ է վարվում, են հաստեղը չի հասցնում էպի, հետո էլ հավասար լինի, որ հացն ավելի սիրուն լինի, կա այսեն ձևեր են թապում, ես ծայրերը սուր, հիմա խանութներում էլ են սենց հաց վաճառում, որ ես ծայրերը սուրա լինում էլի, Այս նեղ ու փոքր թոնրատան պատերի ներսում շատ սեր ու ջերմություն կա։ Այստեղ խմորվում են ոչ միայն հացի գնդերը, այլ նաև իրենց հիշողությունները, տխրություններն ու ուրախությունները։ Ասենք ավելի փոքր թորնիկեն Դավիթը, որ հաց էի թխում, հարսներն էլ կարտոշկեն են հավաքում, որ բան կեղնի կլցնենք կրակի մեջ, խորոված կլինի, շատ համով կուտեն։ Ես երեխես եկավ, թե տատիկ մաման ասում է, թե լավաշ թխի, ասի թող իշտային աղ գծի, ուշ է արդեն բոկոներից հետո լավաշ չի դառնում։ Գնացել էր մոր նախաբար էր տվել, տատին ասեց թող իշտային աղ գծի, լավաշն արդեն սկզբում պետք է լինի, հետո նոր արդեն կարելի է թխել, չուշացնի, որ հացերը բան չլինի։ Այսպիսի մի բան էլ կա, որ շատ լավ է բնորոշում ոչ միայն Մարուստատին, այլ ամբողջ գյուղին։ Ինչպես ասում են, առաջին հացը կամ անցորդինն է, կամ էլ հարևանինը։ Օրինակ Մարուստատը մոտ 12 օրվա հաց է թխում, բայց մինչև օրվա ավարտ ընդամենը մի քանի հաց է տուն հասցնում։ Հա, այդպիսին է ինքը, հաց պետք է բաժանի, լավություն անի, սիրտը հանգստացնի։ Ասում է 2 որդի ունեմ դրսներում, արտագնա աշխատանքի են մեկնել, ուրիշներին լավություն կանեմ, որ խիղճս հանգիստ լինի, տղաներս էլ Աստծո հովանու ներքո լինեն։ Առաջի հացը հանում են, անցորդներին էին տալիս, դա մենք չէինք հասկանում, որովհետև ասում էին առաջի հացը դուք տան միջու մարդիկ չպետք է ուտեին, դա անցորդին էր, հետո որ վատ բաներ էր լինում, չգիտեմ ինչ, հացից մի կտոր կտրում էին, մենք էլ ունենք երտիկ, բայց ծածկ կա վրեն էլի, գցում էին, որ թրջունները տանեն, այդ չարությունը տանից հեռանա։ Այստեղ գալիս է մեքենաներն, առև դրականներ են, որ հոտ են առնում, ոնց ու չպետք է տաս։
կվերցնես, թե տարեք եւ անուշարեք։ Դա քո հացը կավելանա, ոչ թե կպակասի։ Հյուրասիրությունը լավ բան է։ Եթե սրտով կամենաս ուրիշին, Աստվածն էլ քեզ կտա։ Ինչպես արդեն ասացի, հաց թխելը այստեղ սուրբ գործ է համարվում։ Թաղի հարսներն ու սկեսուրները իրար գլխի են հավաքվում։ Ով ինչով կարողանում է, օգնում է, օգնություն է համարվում նաև պարզապես տաք կրակի շուրջ նստելը, կատակախառը զրույցներ անելը։ Ու ամեն մեկը այստեղ իր պարտականությունը շատ լավ գիտի, փոքրից մինչև մեծ։ Օրինակ Մարուս տատի թոռը ամենայն պատասխանատվությամբ դուդուկն է բանեցնում։ Դուդուկի ելևեջները տաք հացի բույրը այս կանանց ներկայությունը մի տեսակ ջերմացնում է բոլորիս հոգիները։ Մտովի վերադառնում ենք մեր արմատներին, մեր հնական վաղուց արդեն մոռացված ավանդույթներին։ Տանջան, մի հատ դուդուկ դիպեչը։ Կարմրաթուշ բոքոն հացերը Մարուստատը մի տեսակ մեծ հպարտությամբ է թոնրից հանում։ Նա հպարտանում է իր աշխատանքով, հետո նաև նրանով, որ հացահատիկն էլ իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Այստեղ բոլորը տնական ալյուրից են հաց թխում, որը համով հաց թխելու կարևոր բաղադրիչներից է։ Հազահատի պուլուկի հետ, իրազատուցիով բանով նշտական, որ հացը բերկը բարձր լինի, հացը ամպագաս լինի, համով Չեն մոռանում նաև մի շատ կարևոր ավանդույթի մասին, որին այստեղ հացով ճմուր կասեն։ Տնական յուղ են հալում թոնրում, հետո այդ նույն թոնրից հանած հացը մանրացնում, լցնում յուղի մեջ ու սկսում ձեռքով վայելել այս համովությունը։ Հացը բրտում ենք, մանրում ենք յուղի մեջ, որպեսզի ստացվի ճմուր։ Ու բոլորը օգտվեն, տեսնեն մեր հին ավանդույթներից։ Գիտենան առաջ մեր մենձերը իրանց տնական սարքած փոխինձից են մի ամանից կերը օգտվել, այս ճմուրները ու վազել են դաշտերն իրանց գործին, իրենց աշխատանքին։ Դրա համար են դիմաց կողմած։ Արեք, եկեք, վիլքեք, բերեց վիլքեք, եկեք համտեսեք։ Բայց պետքա ձեռքով ճմուր ուտել։ Մատով, այո։ Մատով, մի քիչ կուլտուրական։ Էլ ինչ թարմ հաց ու հացով ճմուր առանց մի բաժակ օղու, թթվի ու կծվի, որոնք բոլորը էլի իրենց պատրաստածն են բնական ու տնական։ Այսպիսի բաներ, որոնք բնորոշ են այս պարզ ու հասարակ, միևնույն ժամանակ շատ մեծ սրտով ու բարությամբ օժտված մարդկանց, ովքեր պատրաստ են անգամ ունեցած վերջին մի կտոր հացը կիսել բոլորի հետ, անգամ անծանոթների հետ։ Տակ հացը, որ թոնրից հանում ենք, պարտադիր պետք է հյուրասիրվեն, ովքեր որ ներկային։ Եվ դա, ասենք, ավելի կշատանա մեր հացը, ամեն ինչն է լավ կընտանա էլի, որ բերք ու բարիքն է լավ լինի, հետո էլ անպայման դրսից եկողների միշտ ասում եմ մի պատար հացի կտորից կիսի, որ այդ տանը միշտ հաջողություն եղնի։ Արեք մի պատար հաց կիսեք, թող բոլորին էլ համով լինի, անուշ լինի, մեր հասել կյանքում թող չպակ, ոչ մեկ է հասել թող կյանքում չպակասի։ Բոլբոլինի աշխարը, պիրի, տոնոտուսն է, հերթավը վերացի, Երեք տղա ունեմ, երեքն էլ դուրսն են, էլի, դրսում են։ Մենք այդ հացը մի պատար տալիս ենք ուրիշին, որ մեր տղաների միշտ Աստված լավ պահի, էլի, իրանց հացը թող չպակասի, բարություն անենք, որ մեզ հացը մի քիչ կսիրունացի։
Գործը հաջողած է մի քանի տան հարցների հացը թխված, տրամադրություն քեֆհալը տեղը տեղին, ու այս մարդկանց երջանիկ ու անհոգ ապրելու համար շատ բան հարկավոր չէ, կյանքից ու բախտից շնորհակալ են, բավարարվում են մարդկային պարզ ու մաքուր հարաբերություններով, փոքր բաներով ուրախանում, ուրախացնում, իսկ սրտի ցանկությունը ու բարձրացված յուրաքանչյուր բաժակի մաղթանքը մեկն է, որ խաղաղություն լինի ու հարատև լինի։ Առաջին խաղաղություն բոլոր հայ ազգին, բոլոր ազգերին էլ, բայց քանի որ Հայաստանում ենք ապրում, տա Աստված մեր Հայաստանը բարգավաճի, լավ լինի, լավ ղեկավարվի, բոլոր դեսպես երիտասարդները մնան իրենց ընտանիքների հետ, ամենաառաջինը դա։ Այս մեր տղաները վախենում են բանակից, ուզում են ծառայեն, բայց այն ինչ որ արտահայտվում են, դա շատ ցավալի է, չգիտեմ, տա Աստված առաջինը խաղաղություն, հացն անպակաս լինի, ձեր ջահելների կյանքը թող ձեր խորին ծերության հասնի, բոլորը ձեր նպատակներին, ձեր ընտանիքների հետ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Արցնիից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։